Վերջին մի քանի ամսում Հայաստանում մի մոգական թիվ է հայտնվել 300,000։ Մեկն ասում է. եթե գամ իշխանության, կստեղծեմ 300,000 աշխատատեղ։ Ամեն աշխատատեղից աշխատատեղ բացողը եկամուտ ունի, եւ եթե բացելու լիներ, շատ ավելի շուտ կբացեր։ Մյուսը ասում է, եթե այսինչը գա իշխանության, 300,000 հայ տանելու է Դոնբասում կոտորի։ Եթե Հայաստանը հնարավորություն ունենար 300,000 զորք անելու, մեր վիճակը այսպես չէր լինի։ Մեկն ասում է, եթե սա լինի իշխանության, 300,000 ադրբեջանցի է բերելու եւ բնակեցնելու է Հայաստանում։ 2020 թվականից առաջ Հայաստանից դուրս Հայաստանը տիրապետում էր 12,000 քառակուսի կիլոմետրի, որտեղ բնակվում էր ընդամենը 150,000 հայ, իսկ շրջակա շրջաններում անցյալում բնակվել էր 300,000 ադրբեջանցի։ Այժմ, երբ այդ տարածքներում այլևս հայ չի ապրում, ադրբեջանցիները բնակեցրել են ընդամենը 45,000 ադրբեջանցու, որից ընդամենը 5-6,000-ն է բնակվում ԼՂԻՄ-ի տարածքում, մնացածը այդ տարածքից դուրս են, այնպես որ ոչ միայն 300,000, այլ նույնիսկ 30 ադրբեջանցի հնարավոր չի, որ բնակվեն Հայաստանի տարածքում։